Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր Ալեքսանդր Սարգսյանի Թումանյան 11 հասցեում գտնվող այս տան միջին շուկայական արժեքը 387 միլիոն 375 հազար դրամ է։ Փորձագետն է գնահատել։ Դատախազությունը այս եւ եւս 13 անշարժ գույք է պահանջում Ալեքսանդր Սարգսյանից, կնոջից, որդիներ Հայկ եւ Նարեկ Սարգսյաններից։ Որոնցից 5-ը գտնվում են կենտրոն վարչական շրջանում, ինչպես նաեւ պահանջվում է բռնագանձել թվով 8 անշարժ գույք, որոնք գտնվում են Կոտայքի մարզում։ Բռնագանձման են ենթակա նաև 5 տրանսպորտային միջոց եւ 3-ի շուկայական արժեքը։ 5 իրավաբանական անձանցում մասնակցություն, շուրջ 950 միլիոն դրամի ավանդ, շուրջ 300 միլիոն դրամ որպես Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող անշարժ գույքի ձեռքբերման համար փոխանցված դրամական միջոցներ եւ շուրջ 56 միլիոն դրամ որպես Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող շարժական գույքերի ձեռքբերման համար ծախսված դրամական միջոցներ, ինչպես նաեւ շուրջ 327 միլիոն դրամ որպես ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդ։ Դատախազությունը Ալեքսանդր Սարգսյանից ու նրան փոխկապակցված անձանցից պահանջում է նաև շուրջ 3.5 միլիարդ դրամ։ Ընդհանուր առմամբ դատախազի խոսքով բռնագանձվող անշարժ եւ շարժական գույքերի շուկայական արժեքը կազմում է շուրջ 2 միլիարդ 424 միլիոն դրամ։ Այս գործը դատանում է 2024 թվականից, սակայն նիստերը մինչև այս պահը քննվել են դռնփակ ռեժիմով պաշտպանների միջնորդությամբ։ Թե այդ միջնորդություններն ինչի մասին էին, հայտնի չէ, քանի որ դրանք եւս քննվել են դռնփակ ռեժիմով։ Ալեքսանդր Սարգսյանը բացի այս քաղաքացիական գործից անցնում էր նաեւ քրեական գործով։ Դեռևս 2021-ին նա մեղադրվում էր խոշոր չափի հարկեր տուրքեր չվճարելու համար, սակայն պետությանը պատճառված 7 միլիոն դոլարի վնասը վճարելուց հետո ոչ արդարացնող հիմքով ազատվել էր քրեական պատասխանատվությունից։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով անցնում են նաեւ Սերժ Սարգսյանն ու մյուս եղբայրը Լևոն Սարգսյանը։ Տաթև Խաչատրյան, Էդգար Դավթյան, Լուրեր։